Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի Պրավոբերեժնի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Երկհարկանի շենքում կրակը տարածվել է մոտ 1500 քառակուսի մետր տարածքի վրա, հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքի գլխավոր վարչությունը, հավելելով, որ հրդեհի հետևանքով կա մեկ զոհ։ Հատուկ ծառայությունների հաղորդմամբ կրակի արագ տարածմանը նպաստել է շենքի ներսում բարձր հրդեհային ծանրաբեռնվածությունը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել 26 միավոր տեխնիկա և 96 փրկարար։ Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 53,000 միգրանտի։ Քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, որ խմբավորման առաջնորդի մոտ հայտնաբերվել են ուկրաինական և բուլղարական անձնագրեր։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներից հետո մայրաքաղաքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել անօրինական միգրացիայի կազմակերպման համար, մեղադրանք առաջադրելով Ռուսաստանի Դաշնության 12 քաղաքացիների։ Ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ կեղծ փաստաթղթեր ստացած բոլոր օտարերկրացիները կարտաքսվեն Ռուսաստանից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Վենեսուելայի ափերի մոտ բռնագրավել է պատժամիջոցների տակ գտնվող նավթատար։ Այս մասին հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգները բռնագրավել է Վենեսուելայի ափին գտնվող ամենամեծ նավթատարը։ Լրագրողի հարցին, թե ինչ կլինի դրա հետ, Թրամփը պատասխանել է, որ ամենայն հավանականությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա կպահի։ Վենեսուելայի իշխանությունները կոչել են արձագանքել, մեղադրելով Միացյալ Նահանգներին բացահայտ գողության մեջ։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկելով Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի ջանքերը։ Թրամփը լրագրողների հարցին պատասխանել է, որ եվրոպացի առաջնորդները կոչ են արել ամերիկացի ներկայացուցիչներ ուղարկել Եվրոպա Զելենսկու հետ շաբաթավերջին նախատեսված հանդիպմանը մասնակցելու և հետագա քայլերը համաձայնեցնելու համար։ Կրեմլը արձագանքել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկուն ուղղված քննադատությանը և զիջումների գնալու կոչին, որոնք Թրամփը հնչեցրել էր Պոլիտիկոյին տված հարցազրույցում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության, տարածքային և այլ հարցերի վերաբերյալ Թրամփի մեկնաբանությունները համապատասխանում են Մոսկվայի ընկալումներին։ Պեսկովը նաև ողջունել է Վոլոդիմիր Զելենսկու պատրաստակամությունը Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու առումով, ընդգծելով, որ դա համահունչ է Վլադիմիր Պուտինի բազմիցս հնչեցրած կոչերին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաները բանակցություններ կվարեն Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերների հետ, քննարկելու պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի վերակառուցման և տնտեսական զարգացման ծրագրերը։ Զելենսկու խոսքով այս քննարկումն ընդգրկված է Ռուսաստանի հետ խաղաղության ավելի լայն նախաձեռնությունների շրջանակներում։ Նա նշել է, որ խաղաղության ծրագրի 20 կետից բաղկացած հիմնական փաստաթուղթը Կիևը պատրաստվում է ներկայացնել Վաշինգտոնին մոտ ապագայում։